օրերս ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ հետապնդման է ենթարկվում գործարար Սամվել Կարապետյանը, մարդ, ով ըստ Forbes-ի մտնում է աշխարհի ամենահարուստ 1000-յակի մեջ եւ բնականաբար իր կարողությամբ, իր կապերով եւ իր ահռելի բարեգործություններով եւ ներդրումներով բացառապես մի շարք նպաստավոր եւ բարիադրացական ազդեցություն է ունեցել ինչպես մեր պետության, այնպես էլ հայ ազգի ճակատագրում եւ կյանքում։ Ինչն է հիմք հանդիսացել այս իրավիճակի։ Հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը շատ կարճ վայրկյաններ տևող ուղերձ հղեց, որով իր աջակցությունը հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, իսկ թե ինչպիսի վարքագիծ է դրսևորում մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, դա ըստ էության բոլորիս ամոթն է եւ ըստ էության եւ ըստ մեր սահմանադրության վարչապետի հակաիրավական հերթական դրսևորած վարքագիծը։ Սակայն այս ամենում շատ ուշագրավ ազգային ժողովի բարձր ամբիոնից վարչապետի ելույթն այն, որ իրենք պատրաստվում են ազգայնացնել Սամվել Կարապետյանի պատկանող հայ էլեկտրական ցանցեր փակ-բաժնետիրական ընկերությունը։ Հիմա անդրադառնանք խնդիրներին, ու անդրադառնանք երևույթին, որովհետև ըստ էության հանրության մի փոքր հատվածը դրական արձագանք տվեց այս հայտարարությանը, իսկ ողջամիտ զանգվածը բնականաբար միանգամից պատկերացրեց ահռելի վտանգներն ու բացասական հետևանքները թե մեր պետության, թե ընդհանրապես ցանկացած քաղաքացու եւ շահառուի համար։ Ընդհանրապես մեր սահմանադրությունը երաշխավորում եւ պաշտպանում է յուրաքանչյուրի սեփականության իրավունքը, բայց ի տարբերություն անձնական իրավունքների, որոնցից մի շարքը բացարձակ են, ինչպես օրինակ մարդու կյանքի իրավունքը, որը որևէ կերպով սահմանափակման ենթակա չէ, տնտեսական իրավունք որպես սեփականության իրավունքը մեր սահմանադրությունը սահմանափակելու հնարավորություն տալիս է։ Այդ սահմանափակումներից տեսակ է օրինակ դատական կարգով սահմանափակումը, երբ պայմանական նմանօրինակ երևույթ վերցնենք, դատարանը դատական վերդիկտ է ընդունում փողերի լվացման գործով օրինակ եւ մեղադրական վերդիկտում որպես փոխհատուցում այդ արժե տոմսերի մի մասը նվիրաբերվում է անցնում է պետությանը։ Մյուս դեպքը դա հանրության կարիքների համար փոխհատուցումն է եւ այս դեպքում տեսեք հանրության կարիքների համար երբ տնտեսական իրավունքը սահմանափակվում է, դա հնարավոր է միայն համարժեք եւ նախնական փոխհատուցման դեպքում։ Այս երկու եզրույթները շատ կարեւոր է ընդգծել, որովհետեւ այս դեպքում հեծի պարագայում մասնավորը Սամվել Կարապետյանը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է կատարել հեծի գործունեությունը կազմակերպելու նպատակով եւ պատկերացնում ենք, չէ, թե պետության համար մի քանի կոմպոնենտից դիտարկենք նախ ֆինանսական առումով ինչպիսի հսկայական բեռ կարող է լինել ազգայնացման ճակերտավոր եզրույթի տակ այս կազմակերպությունը սեփականաշնորհել կամ պետությանը վերցնելը։ Դա գումարներ են, որոնք ըստ էության առանց այն էլ այսպիսի բաթար ֆինանսական պայմաններում մեր պետությունը չի տիրապետում, որովհետև մեր արտաքին պետական պարտք այս քաղաքական իշխող ուժի շնորհիվ եւ օրոք կրկնապատկվել է հասնելով 13 միլիարդի, 7 միլիարդով ավելացել է։ Երկրորդ, հարցը իրավական նրբերանգներին զուգահեռ ունի նաև տնտեսական եւ ֆինանսական այլ կոմպոնենտներ։ Նախ իրավականին կրկին անդրադառնանք։ Եթե ես չեմ սխալվում, ըստ մեր պետական ռեգիստրի հեծի միջնորդ կազմակերպությունը կիպրական ծագման է, իսկ Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի հետ ունի այսպես կոչված Bilateral Investment Treaty։ Դա երկկողմանի ներդրումային համաձայնագիր է, որով երկու պետությունները երաշխավորում ու պաշտպանում են իրենց երկրի ներդրումները։ Այս պարագայում, հետագայում, եթե հակաիրավական եղանակով ըստ էության խլվում է, չխուսափենք այդ եզրույթից, սեփականատիրոջ բաժնետոմսերը, այդ սեփականատերը հնարավորություն է ունենալու միջազգային հարթակներում
բնականաբար բողոքարկի այս գործընթացը եւ ակնհայտորեն ունենա հետևանքներ, որոնք ծանր են լինելու կրկին մեր հարկատուներից համար փոխհատուցումների տեսքով եւ մեր պետության համար։ Դրան զուգահեռ ֆինանսական, տնտեսական կոմպոնենտները, արդյոք այսպիսի կազմակերպության ազգայնացման պայմաններում պետությունը ի վիճակի է այս կառավարելու այս կազմակերպությունը։ Այո, բոլորս ընդունում ենք, որ հեծը իդեալական կառավարում չի իրականացել եւ մենք շահառուներս բազմաթիվ անգամներ նեղություն ենք կրել նույն անջատումների հետևանքով, ինչի մասին լալահառաջ տեքստեր հղեցին իշխող իշխանության падգամավորները, մի շարք շատ նախ ընդգծենք, որ իրենք շատ մոտիկից ծանոթ են այդ խնդիրներին, ընդհուպ մինչև օպերատորին զանգահարելու խնդիրը, երբ րոպեներով կամ ժամերով արձագանքի է սպասում։ Այստեղ բնականաբար տրամաբանական հարց է ծագում։ Արդյոք դուք տեղյակ եք այդ խնդիրներին եւ որևէ կերպ ձեզ չէր հուզում սպառողի իրավունքը, մինչև այդ կազմակերպության սեփականատերը ձեր պատկերացմամբ քաղաքական ահազանգ պարունակող հայտարարություն հնչեցրեց։ Այսինքն իրենք քաջատեղյակ լինելով խնդիրներին, մասնավոր բնագավառում, որևէ կերպ դրանք չեն միջամտում եւ ամեն կերպ դրանք անտեսում են, թողնելով մեզ մարդկանց, քաղաքացիներից մեր խնդիրների հետ ինքնուրույն, քանի դեռ այդ հարցը քաղաքականապես իրենց չի հուզել։ Եվ դա մեր բոլոր բնագավառում է, հա, այսպիսի նմանօրինակ իրավիճակները։ Երկրորդ, եթե այդպիսի խնդրահարույց կազմակերպություն է, հա, եւ դուք, ինչպես արդեն մենք բոլորս հասկացանք, հետեւողականություն չեք դրսևորել, ինչպես եք պատկերացնում դրա կառավարումը, որովհետև ունենք օրինակներ, որով դուք ունեք լծակներ, ունեիք պարտականություններ, որպես պետական կառույցներ, վերահսկողություն իրականացնելու այս կառույցի նկատմամբ, նույն տեսչական մարմինների տեսքով։ Եվ արդյոք արձանագրված ունենք այդ խախտումները կամ բացթողումները, որը իրեն հեծը թույլ է տվել։ Սրանք բնականաբար հարցադրումներ են, որոնք իմ կարծիքով բացասական պատասխանի են արժանանալու եւ կրկին վերադառնանք այս հեծի ազգայնացման գործընթացին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, նա ասաց, որ իրենք շուտով նախագիծ են շրջանառելու այդ մասին։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, հա, թե ինչպիսի նախագիծ պետք է իրենք պատրաստեն, որովհետև ինչպես ասացի, մեր սահմանադրությունը սեփականության իրավունքի սահմանափակման կոնկրետ դեպքեր է նախատեսում, ընդ որում հանրային շահի պարագայում նաև ընդգծեմ, որ օրենքը լրացուցիչ 15% ավել փոխհատուցում է նախատեսում, այսինքն պատկերացնում եք, հա, ինչպիսի ահռելի բեռ են իրենք պատրաստվում մեր ուսերին եւ պետության ուսերին վերցնել։ Եվ երկրորդիվ, արդյոք սա հերթական հակաիրավական պրոցեսի մեկնարկը չէ, թե զուտ կրկին օդում կախված հայտարարություն էր, որը օդում կախված է մնալու, փորձելով այս գործարարին այլ մեթոդներով ստիպողաբար եւ հակաիրավական մեթոդներով ստիպելու հենց իրենց ուղղակի կերպով նվիրաբերել իրեն պատկանող արժե տոմսերը։